Սիրելի Սուրեն, ողջունում եմ քեզ եւ ողջունում եմ մեր թանկագին հեռուստադիտողին։ Սիրելիներս, հորդորում եմ միանալ մեզ առաջին ծրագրին, ունենալ շատ բարձր տրամադրությամբ լավ առավոտ եւ իհարկե ճաշակել նախաճաշ։ Առանց դրա հնարավոր չէ, անպայման նախաճաշ պատրաստեք եւ իհարկե միացեք մեզ հետ մնացեք։ Շնորհակալ եմ Սուրեն ջան, այո, անպայման պետք է պարզենք, պետք է հասկանանք, թե այսօր ինչ ենք պատրաստում։ Սիրելիներս, այսօր որոշել եմ պատրաստենք շատ համեղ կոտլետներ, մի քանի բաղադրիչներից կազմված, որոնք ձեռքի տակ մշտապես ունենում ենք։ Իսկ եթե ոչ դե օրվա ընթացքում մի քանի անգամ հաստատ խանութ գնում ենք, ապա կարելի է ձեռքի հետ այսպես ձեռք բերել եւ օրվա ընթացքում կամ մոտակա օրերին վաղը շաբաթ, կիրակի մեծ հաճույքով կարծում եմ մեր սիրելի մայրիկները երեխաների համար կպատրաստեն այս համեղ կոտլետները։ Այսօր կոտլետ ենք ուտելու։ Հիանալի է, ես միշտ ոգևորվում եմ քո այս համեղ պատրաստությունից։ Ինչ ենք։ Ես ուրախ եմ եւ շատ շնորհակալ եմ քո այս ջերմ լավ վերաբերմունքի դեպի իմ ճաշատեսակները։ Դա ինձ ոգևորում է բնականաբար։ Եթե մարդկանց կարողանում ես համեղ կերակրել, ես իրականում չեմ կարող համարել շատ համեղ եմ պատրաստում, բայց եթե մարդկանց հաճելի է, ուրեմն ես այսպես ասած իմ հոգին հանգիստ է, որ կարողանում եմ ինչ-որ լավ բան անել։ Եվ ահա, անցնենք առաջ, ներկայացնեմ բաղադրիչները։ Ուրեմն ունենք կարտոֆիլ, ունենք գազար, ունենք խաշված հավի կրծքամիս եւ իհարկե ես այստեղ որոշեցի սունկ ավելացնել։ Իհարկե ընթացքում կասեմ, որ հավելյալ ինչ կարելի է ավելացնել, ինչ պակասեցնել, բայց այս բոլորը մենք քերիչով պետք է անցկացնենք, սիրելիներս, բաղադրիչները, կարտոֆիլը, գազարը, սունկը շատ մանր կտրատենք, հավի միսը բզկտենք եւ այս ամբողջը միախառնենք իրար, թաթախենք ալյուրով, հավքիթով, բնականաբար առանց համեմունքների չի լինի, համեմունքներ ավելացնենք եւ այսպես սկսենք շատ արագ հենց գազօջախի վրա շատ արագ պատրաստել կոտլետներ։ Ես կարծում եմ, եթե ձեռքի տակ լինեն այս բոլոր բաղադրիչները, սա շատ ժամանակ չի խլի մեզանից։ Նույնիսկ որ process կա դեռ տապակելու, բայց այնուամենայնիվ մենք գթալի օգնությամբ շատ արագ այդ խյուսը կվերցնենք, կլցնենք ուրեմն թավայի մեջ եւ շատ արագ տապակվի։ Ես հիմա կարող եմ անցնել գործի, իհարկե քերիչով պետք է մի փոքր ժամանակ տարը ասեմ, որ քերիչով անցկացնելու process-ն է բաղադրիչները, բայց ոչինչ։ Այո, ամեն ինչ իր ընթացքի մեջ է եւ իհարկե հաղորդման վերջում արդեն պատրաստ կլինի ամենագեղեցիկ համեղությունը։ Դե եթե ամեն ինչ ասված, այս մենք կարող ենք ունենալ այո կարճ դադար։ Այո, հետո ընթացքում բնականաբար մանրամասը կանդրադառնանք։ Դե դադար կլինի, կվերադառնանք ու կտեղափոխվենք նորից խոհանոց տեսնելու համար, թե ինչպես է այս ամենը գնում առաջ։ Բարի լույս սիրելի Ադրինե։ Բարի լույս Սոնա ջան, շատ ուրախ եմ, որ հասցրեցիր միանալ մեզ։ Բարի առավոտ նաև թանկագին հեռուստադիտողին սիրելիներս։ Այո, ինչպես նշեցի, մենք պատրաստելու ենք կոտլետներ։ Կոտլետները պատրաստվելու են գազարից, կարտոֆիլից, այստեղ ունենք հավի կրծքամիս, որը նախապես է խաշված, սակայն կարող եք պարզապես լավ մանր կտրատել հենց թարմ վիճակում եւ այդպես էլ օգտագործել։ Ես այստեղ օգտագործել եմ նաև սունկ, իմ մոտ եղած սունկը մարինացված տարբերակն է, դուք ցանկության դեպքում կարող եք թարմը օգտագործել, ունենք հավկիթ, ալյուր, համեմունքներ, այս բոլորը պետք է քերիչով անցկացնենք, միախառնենք եւ ստանանք շատ համեղ կոտլետներ։ Ես հիմա մի փոքր գործողություն եմ կատարել, մեկ կարտոֆիլը քերիչով անցկացրել եմ, հիմա հաջորդ կարտոֆիլը ուրեմն քերիչով կանցկացնենք եւ պետք է լցնենք սառը ջրի մեջ։ Այս բոլորը մի փոքր կարտոֆիլը կմնա, այս բոլոր այն հյութերը, որոնք ավելորդ են այս պարագայում դուրս կգան, հետո կջրքամենք եւ կօգտագործենք։ Մի փոքր այս ընթացքը իհարկե հաճելի չէ, ձայնը գուցե խանգարի, բայց մի քանի րոպե համբերենք եւ ես կավարտեմ իմ գործը։ Ասեմ դուք այս պահին կարող եք առիթից օգտվել եւ նախաճաշ պատրաստել կամ մեկ գավաթ սուրճ, չնայած քաղցած
օրգանիզմին չի կարելի այդպես մի անգամից սուրճ խմել, ավելի լավ է կամ պարզ մաքուր ջուր, կամ թող լինի իհարկե առաջնայինը նախաճաշ, կամ մեկ խնձոր կարող եք ճաշակել, որը շատ օգտակար է առավոտյան։ Դե քանի որ դու նախաճաշի մասին խոսեցիր, ես էլ որոշեցի առիթը բաց չթողեմ Ադրինը, եւ այսպես առավոտը սկսեմ այս զամբյուղով։ Այո, դու կարող ես այս չանախպանրից փորձել, շատ համեղ է։ Այո, շատ համեղ է, կարող ես փորձել։ Դե, եթե դու ասում ես, ես միանշանակ ես վստահում եմ, եւ հիմա տներս կանտեջ։ Ինչպես ասում են երեխոն գործի դիր հետևից գնա, բայց այո, տենց էս երեխեք։ Բայց ես հիմա կփորձ։ Էս երեխեքը տենց։ Հուսամ ամեն ինչ նորմալ է այնտեղ։ Ահա։ Բայց եթե չլինի այս չարաճճիությունները, հատկապես խոհանոցում, էլ ինչ համ ու հոտ խոհանոց։ Էլ ինչ համ ու հոտ։ Անպայման առավոտյան կատնամթերք շատ օգտագործեք, սա օգնում է իհարկե եւ էներգիայի հավաքելուն եւ բնականաբար սպիտակուցների պաշար առավոտյան շատ կարեւոր է, այնպես որ սա օգնում է նաեւ օրվա ընթացքում ամբողջական էներգիայի պաշարը հավաքելուն։ Դե ես էլ հետեւելով հենց իմ խորհրդին փորձեմ այս պահին նաեւ ճաշակել այս համեղ պանիրները, բնականաբար Բոլորիս խորհուրդն է, այնպես որ հեռուստադիտողն էլ գիտի, մենք երևի թե այնքան ենք կրկնվել, երևի հոգնել են մեզնից, բայց անպայման իմացեք, որ դա շատ կարևոր է։ Այո, եթե ձեր ձեռքի տակ նաև կա, չգիտեմ, օրինակ, որևիցե մի քաղցր միրգ, հա, թուզ, եթե կա։ Թուզ։ Մի անգամից գնացեք սեպտեմբեր։ Ապա կարող եք պաների հետ միասին շատ համեղ է եւ շատ տակի քաղցրը։ Ես հիշում եմ փոքր ժամանակ, երբ որ մենք աղի ճաշի վրա ինչ որպես քաղցր բան ենք ավելացնում, հա։ Ես ասում եմ, ինչ ես անում։ Այո, երեխա ջան, չի կարելի տենց, այդ ինչ տարօրինակ։ Հիմա արդեն դա արդեն ընդունված, որտեղ պաների տախտակի վրա միշտ տեղ է գտնում մեղրը, քաղցր որոշակի բաներ, իսկ այն աղին ու քաղցրը հիմա խառնվել են։ Ես գիտես ինչ եմ։ 14-ը խառնվել են իրար։ Դե, խոսած, ասելու բան։ Ամբողջ աշխարհում։ Այո, ամբողջ։ Ես հիշեցի, դու նշեցիր, ես հիշեցի, որ երբ փոքր էինք, մայրիկս ձվածեղը, ամենապարզ ձվածեղը մեզ շաքարավազով էր կերակրում, մենք շաքարավազ էր ցանում վրան եւ մենք այդպես ուտում ենք, բայց հետո տեսնում էի, որ օտարները ուրիշ մարդիկ աղով են ուտում, ու զարմա աղ են ցանում վրան հավկիթի ուտում են, ես մի փոքր ինձ համար զարմանալի էր, բայց աղով են ուտում, թե շաքարավազով են ուտում։ Հիմա որոշեք, աղով ուտենք սոց։ Բայց ես հիշեցի, որ շատ համեղ էր քաղցրով ձվածեղը, որովհետև մեր եթերներից մեկում այո, մեղրով ձվածեղ պատրաստեցին ու շատ որ մեր նախնիները, տատիկները մեղր էին լցնում վրան ու այդպես մեղրով ճաշակում էինք, այնպես որ շատ հաճելի էր։ Ես հենց հիմա մի պահ ուզում եմ անդրադառնալ այն, որ չմոռանանք ինչի համար ենք հավաքվել, ժողովուրդ ջան։ Ես պետք է այստեղ ջուր լցնեմ։ Ջուր ավելացնեմ այս թասիկի մեջ։ Այսպես։ Այստեղ իմիջայլոց պետք է սառույց լցնել։ Ես չգիտեմ, ինձ կհաջողվի սառույցը լցնել, թե ոչ, որովհետև այսպես կպած վիճակ է։ Այո, շատ է սառել, բայց կլցնեմ սառույցը, ոչինչ, ընթացիկ այն կհալի եւ ես այս կարտոֆիլը պետք է լցնեմ այս սառցաջրի մեջ, որպեսզի գույնը վերականգնվի, քանի որ մենք ուրեմն այս process-ը կատարելու ընթացքում այն գունափոխվեց, ահա, բայց մենք հիմա դա կշտկենք։ Մեզ պետք է պարզապես այսպես քամել այս հյութը եւ տեղափոխել սառցաջրի մեջ, որպեսզի այն վերականգնվի։ Եվ կոտլետները ստացվեն շատ գեղեցիկ ու համեղ։ Փաստորեն նմանատիպ լայվ խակ, այո, լայվ խակի տարբերակ է, այո։ Made in Adrian։ Այո։ Եվ շատ բայց հետո այդ ամբողջ տարայի մեջից այդ կարտոֆիլները գտնել կլինի։ Կլինի, որովհետև քամիչով կջրքամենք, պարզը։ Իհարկե, բա ուրիշ տարբերակ չկա։ Քամիչով կջրքամենք եւ կստանանք այն, ինչը մեզ պետք է։ Իմիջիալոց նշեմ, որ փոքրիկ հատվածով այս անցքերով ես քերեցի, որպեսզի եփվելիս շատ արագ եփվի, որովհետև երբեմն խոշոր տարբերակով մի փոքր հում է մնում։
կարտոֆիլը դրա համար մանր ուրեմն անցքերով։ Մանր։ Փարակ։ Կարտոֆիլը մանր։ Ահա, շատ լավ։ Հետո արդեն ես այո, գազարը պետք է նույն process-ը անցկացնենք, սակայն կարիք չկա սառցաջրի մեջ պահել այն, պարզապես գազարը կմրսի։ Շատ նույնպես գազարը չի դիմանա այդ սրտին։ Ճիշտ է, նա կարտոֆիլի հետ համեմատելու բան չի իր նրբության առումով, չնայած որ կոշտ է, բայց շատ ավելի զգայուն է, զգայուն։ Ես օրինակ շատ եմ սիրում գազար եւ հատկապես սիրում եմ գազարը հենց այն ժամանակ, երբ որ նոր էսպես դուրս է գալիս, հա, եւ թարմ գազարը։ Թարմ գազարը ես էլ եմ շատ սիրում, հատկապես այս մասին էլի խոսել ենք, կանաչ պոչիկները, որ վրան է լինում, Հայաստանում այդպես չի վաճառում, ցավոք սրտի, բայց պոչիկները եւս շատ համեղ կա։ Որ նոր դուրս է գալիս, ցավոք սրտի չեմ հանդիպել այդպիսի տարբերակներ խանութներում, շատ օգտակար է նաև եւ գեղեցիկ է։ Արամուսի թարմ գազարը, ծրտար։ Այո, այսպես։ Հիմա պետք է ուրեմն հերթականությամբ գուցե չգնամ, այսպես մեկու մեջ գործողությունը կատարեմ, սունկը պետք է շատ մանր կտրատել, որպեսզի համահունչ լինի մեր բոլոր բաղադրիչներին, եւ իհարկե հետո կանցնեմ հավի կրծքամիս, այսպես մանր, մեծ թելիկներ են անհրաժեշտ, կամ կարելի է նաեւ կտրատել, ինչու ոչ։ Շատ լավ, այս ընթացքում որ Ազրինեն պատրաստում է, ես հիշում ես Ազրին վերջերս եթերի ժամանակ ես խոսեցի մի շատ հետաքրքիր 4 մասից բաղկացած ֆիլմի մասին, որը կոչվում է Переходный возраст եւ ասեմ, որ ոչ միայն ինքը շատ հետաքրքիր էր տեսակով իր սյուժեով, նաեւ նկարահանման ոճով, որ արդեն նշել են, որ ամբողջ 1.5 ժամանոց սերիան, հա, 4 սերիա է, նկարահանված է մի կադրով, այո, դու ասած։ Եվ իհարկե արդեն համացանցում կա making of-ը, թե ինչպես է նկարահանվել, այնպես որ սա նույնպես շատ հետաքրքիր, որովհետև կարելի ասել սկսում է գործողությունը եւ ժամուկես անդադար շարունակում է, որպեսզի կարողանա այդ ամբողջը մի կադրով նկարել։ Եվ հասկանալի է այդպես շատ դառնում արդեն իրար հետևից գործողությունները կատարվելիս։ Եվ շատ դժվար է նկարահանման համար, առավել եւս դերասանների եւ օպերատորի, որ պիտի մի տեղից տեղափոխվի մյուս տեղ դերասանների հետ միասին, եւ այդ ամենը այնքան սինխրոն պետք է արվի, որ հանկարծ ինչ որ բան չսխալվի, չվրիպի, կադրը չթրթռա եւ այսպեսի շատ մանրուքներ կան, տեխնիկական մանրուքներ եւ կա making of-ը, որը արդեն հասանելի է համացանցում եւ մեր հեռուստատորները, եթե դիտել են այդ ֆիլմը, իսկ ես խորհուրդ եմ տալիս, որ անպայման դիտեք, կարող են տեսնել, թե ինչպես է այդ process-ն արվում, որտեղ շատ անգամ մի սերիան 15-20 անգամ նկարվել է ծերից ծեր, որովհետև ընթացքում ինչ որ բան խախտվել է, ինչ որ բան այնպես չի եղել, եւ նույնիսկ փորձեր այնքան շատ են եղել ամբողջ սերիայի, որ արդեն դերասանները ոնց քնից արտնացնես մի անգամից այդ տեսարանը ծերից ծեր անցել են։ Սա նույնպես շատ հետաքրքիր է։ Շատ անգամ աշխատանք է։ Այո, ահռելի աշխատանք, մենք տեսնում ենք պատրաստի տարբերակ, ասում ենք, ինչ լավ է։ Շատ անգամ մեզ ասում են, դե ձեր գործը ինչ լավ է, հեշտ է, գնում եք մի երկու հատ այդպես խաղում եք, գալիս եք։ Ես դա եի ուզում ասել, որ սիրելի հեռուստատողներ, նույնիսկ 5 րոպեանոց որևիցե հոլովակը, ֆիլմը կամ չգիտեմ, կադրը, դրանք տքնաջան աշխատանքների արդյունք են, շատ ժամերի, օրերի, նույնիսկ, չգիտեմ, ամիսների, տարիների պատմություն են, որը մի քանի րոպեներում դուք եք տեսնում, բայց կադրից դուրս տեսախցիկից այն կողմ ինչ է կատարվում, ինչ չարչարանքներ են կատարվում, դուք նույնիսկ չեք կարող պատկերել։ Այո, որովհետև մի ամբողջ թիմ է աշխատում, շատ անգամ կարող եք կադրում տեսնել ընդամենը 4-5 հոգու, բայց կադրից դուրս 4-500 հոգի կարող են աշխատել, որպեսզի այդ 4-5 հոգանոց կադրը, որը կարող է տևել 1 րոպե, ստացվի են, ինչ որ արդեն մենք դիտում ենք ու ասում ենք, վաու, ինչպես է սա ամենը արվել։ Դա կոչվում է ֆիլմի հրաշք, կախարդանք, հա, կադրի ավելի շատ։ Այդ ամենին ծանոթանալու տեսնելու համար կարող եք դիտել այդպիսի ֆիլմեր, որոնք պատմում են հենց ֆիլմի ստեղծման մասին, այո, ինչպես է, որպեսզի ձեզ համար էլ հասկանալի լինի, թե ինչ process-ների միջով են անցնում այդ մարդիկ։ Տեխնիկական կազմը բավականին չարչարանք է կրում ընթացքում, հա, նույնը ես կարող եմ ասել հենց հաղորդումների ուղիղ եթերի ընթացքում դուք պարզապես կադրում հիմա տեսնում եք մեզ երկուսիս, հա, այս պահին, բայց ասեմ, որ մի մեծ թիմ է աշխատում, ռեժիսորական խցիկում եւ իհարկե ոչ միայն այդ ռեժիսորական խցիկում, նաեւ կադրից դուրս, որպեսզի ամեն ինչ լինի ժամանակին ճիշտ եւ ձայնը, կադրը, պատկերը
պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք շատ լավ գիտեն իրենց գործը, շատ լավ հասկանում են ամեն բան, որ հերթականությամբ եւ ինչպես պետք է կատարվի, որպեսզի դուք սիրելիներս ունենաք լավ տրամադրություն, բարձր տրամադրություն եւ այսպես միշտ հաճույքով ցանկանաք միանալ մեզ։ Օպերատորական աշխատանքը շատ ընդգծելի ու կարեւոր է, իսկ այս դեպքում, երբ որ ուղիղ եթերը, սա նույնպես շատ կարեւոր է, որ ամեն ինչ լինի շատ ճիշտ եւ ճիշտ հերթականությամբ դասավորված։ Այնպես որ սա մեխանիզմ է, կինոն, հեռուստատեսությունը, թատրոնը, մի մեխանիզմ է, որը առանց մեկի, հա, չի կարող աշխատել եւ ցանկացած մի աշխատանք կապ ունի մյուսի աշխատանքի որակի հետ։ Ժամացույցի օրենքով։ Այո, ինչ որ հիմա դուք տեսնում եք կադրում, սա մի ամբողջ մեծ թիմի աշխատանքի շնորհիվ է, այլ ոչ թե միայն մեր երկուսի։ Այնպես որ այո, ողջույններ մեր թիմին եւ բոլորին, այո։ Եվ ասենք, որ մենք ձեզ շատ ենք սիրում։ Այս բնակավարում աշխատող։ Այնպես որ դիտեք ձեր սիրելի ֆիլմերը եւ անմիջապես նաեւ փնտրեք ֆիլմը դիտելուց հետո, որպեսզի ավելի հետաքրքիր լինի, թե ինչպես է այն պատրաստվել, ինչպես է նկարահանվել, այդպեսի շատ ֆիլմեր կան։ Առավել եւս Game of Thrones-ը, երբ որ նկարահանվեց եւ աբսուրդի հասնող նկարահանումներ ու պատկերներ շատ հետաքրքիր են, իսկ HBO-ի հարթակում կամ Ամեդիաթեկայի հարթակում կան, թե ինչպես է այդ ամենը նկարահանվել, ինչպես է պատրաստվել, ինչպես է դա արվում, երբ որ դիտում ես, զարմանում ես, որ վաու, այս ինչ է արվում։ Ինչքան հնարամիտ է, չէ, մարդը արարածը որքան հնարամիտ է եւ ինչեր կարողանում է, ինչ է կարողանում ստեղծել, հրաշքներ է։ Բայց այս ամենի հետ մեկտեղ կարդացեք նաեւ բավականին հետաքրքիր գրքեր, որոնք շատ կարեւոր են, որոնք տալիս են այդ երևակայության ընդլայնումը, որպեսզի հետո հետագայում դու արդեն ինքդ ստեղծես այդ պատկերները եւ այդ աշխարհը կառուցես եւ հասանելի դարձնես բոլորին։ Դա Վադրինը, հասկանանք ինչ արեցի։ Այո, շատ հետաքրքիր թեմայի բարձրացրել եւ խոսեցիր հենց այստեղ հերոստատողի հետ։ Ես էլ ասեմ, որ այս պահին դեռ կտրատման եւ մշակման process-ն է գնում, սունկը իհարկե կտրատեցինք, սիրելիներ ցանկության դեպքում կամ մարինացված տարբերակը կամ թարմ տարբերակը, ես քիչ հետո արդեն հավի կրծքամիսը կբզկտեմ եւ այս բոլորը պետք է միախառնենք իրար։ Բայց ասեմ, որ աշխարհում երևի թե ունենք ժամանակ, ես ուզում եի նշել այն հետաքրքիր բաների մասին, որ դու խոսեցիր, նաեւ ես 3 գիշեր հենց պարկած էի, պատրաստում էի քնել, բայց թերթեցի այսպես վիդեո, այո, համացանցը եւ վիդեո տարբերակներով անընդհատ գալիս էին այն հայերի մասին պատմություններ, ովքեր ինչ հրաշքներ են ստեղծել աշխարհում։ Աշխարհում ամենա տարածված եւ հնարամիտ գյուտերը, այո, ստեղծել են հենց հայերը։ Նույնիսկ իմ մտքով օրինակ չէր անցել, չգիտեի դրա մասին, որ պաղպաղակի վաֆլե կոները ստեղծել է հայ, ուրեմն ամերիկահայ գյուտարար կարելի ասել, դա գյուտ է։ Այո, գյուտ է, որը ամբողջ աշխարհում տարածվել են այդ վաֆլե կոները եւ մարդիկ վայելում են այն գունավոր պաղպաղակները, գնդերը շարում են մեջը եւ վայելում են։ Այսինքն ունենք մարդկանց մասին է պատմություններ, որոնց մասին մենք չգիտենք։ Դե ամենատարածվածը եւ հայտները, չգիտեմ, ինձ կարծիքով հեռուստատորները շատ լավ գիտեն, բանկամատը, հա, որից մենք այսօր շատ գործածելի է եւ արդիական, դա ստեղծել է հայ գյուտարար, նույն դոլարի գույնը, հա, կանաչելի, հայի ձեռքի գործ է, նույն իհարկե ֆենը, որը այսօր շատ կարևոր է, հայ գործ է։ Նույնիսկ ասեմ խոհանոցում այդ կրանտ այն ծորակները, որ հիմա կան, այսպեսի որ բացվում են, դա նույնպես հայի ձեռքի գործ է։ Եվ հեռու չգրան, գունավոր հեռուստացույցը ստեղծել է, այո, հայ, ուրեմն հնարամիտ մարդ։ Մեր ռեժիսորը ինձ հիշում է մեքենայի ավտոմատ, ես չգիտեմ դա ոնց ասեմ, դրա համար հենց այդ լեզվով կասեմ, ավտոմատ կառուբկան եւ չոթքերը։ Չգիտեմ դա ինչի մասին էր, բայց դա էլ էր հայ ստեղծել։ Շատ եւ ինչու ոչ, նաեւ սարքը, որը նկարում է թոքերը, դա էլ նույնպես հայ ստեղծել։ Դե շատ խելացենք, բայց շատ եւ փաստորեն խոհանոցային աշխարհում էլ շատ կան մարդիկ, ովքեր եւ ամենահայտնի համեղ ուտեստներն են ստեղծել եւ ես ասեմ մի քիչ շատ խոսենք, կհասկանանք, որ Տրամոնտինան Բրազիլիայում էլի հայերն են ստեղծել։ Ես չեմ էլ կասկածում։ Բայց մինչ այդ հիմա կարճ դադար կունենանք, հետո կշարունակենք եթերը, մնացեք մեզ հետ։
Բարի լույս ես մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը խոհանոցից, մեր տաղավարի ամենահամեղ վայրից, վախ։ Եվ ես եկել եմ հասկանալու համար, սիրելի Ադրինե, թե դու որ փուլում ես։ Չտես մինչև եթեր մտնել հասկացա արդեն, թե որ փուլում էի։ Բայց ահագին գործ եմ արել, այսպես ասած, այս ընթացքում շատ գեղեցիկ զրույցեր նաև լսում էի, ինչքան կարևոր եւ գեղեցիկ եւ ինֆորմացիոն զրույցեր, հուսով եմ հեռուստադիտողն էլ շատ կլանված լսեց այդ ամենը։ Ես այդ ընթացքում բավականին աշխատանք կատարեցի նաև։ Ահա պատրաստ է մարինացված սունկ է մեզ մոտ, մեր տարբերակը, կարող եք թարմը օգտագործել, մանրացված է սունկը, գազարը եւ իհարկե հավի կրծքամիսը, որը նախապես էի խաշել, որպեսզի շատ ավելի արագ կոտլետները պատրաստվեն։ Ես որոշեցի նախապես խաշել այն։ Ահա, եւ շատ գեղեցիկ շարված են իրար կողք ու ոչ մի բան խառնված չի իրար։ Որոշեցի չխառնել, որպեսզի եւս մեկ անգամ պարզ եւ հասկանալի լինի հեռուստադիտողին, այնպես որ ահա կշարունակենք մեր գործը եւ սա այն կարտոֆիլն է, որը իհարկե ես քերիչով անցկացրեցի եւ ջրքամեցի իհարկե մինչ այդ ուրեմն սառույցի մեջ, սառցաջրի մեջ մենք նրան պահեցինք, որպեսզի գույնը թարմանա եւ այսպես դառնա այն ինչը որ պետք է։ Ահա խնդրեմ, կարտոֆիլն էլ է պատրաստ, պետք է կարտոֆիլը լցնենք այս գեղեցիկ ուրեմն բաղադրիչների կողքին, ահա այսպես։ Էլի շատ գեղեցիկ ավելացնում է Ադրինեն, ոչինչ չի խառնում առայժմ իրար, այո, համբերատար սպասենք, մինչ կգա այն պահը, երբ պետք է այս բոլորը իսկապես խառնենք։ Դե դա ավելի ուշ արդեն կարծում եմ, որովհետև այս պահի համար արդեն ամեն ինչ պարզ է խոհանոցում եւ հիմա քանի դեռ ամեն ինչ շատ գեղեցիկ է եւ շատ պարզ է, առաջարկում եմ կարճատև դադար ունենանք, որից հետո կվերադառնանք ու անպայման կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտող, կրկին ողջունում եմ եւ ասում եմ, թե ինչ եմ արել մինչ այս պահը։ Իհարկե, այս բոլոր բաղադրիչները կտրատեցի, քերիչով անցկացրեցի եւ տեղափոխեցի ամանի մեջ, բայց դեռ չեմ համեմել, հավելումները չեմ արել, որպեսզի ձեզ հետ միասին այդ գործողությունները կատարենք, դուք այսպես հերթականությամբ իմանաք որը որից հետո։ Ողջույն Սուրճ ջան։ Ինչ ես անում Հիմա ալյուր ենք ավելացնում այստեղ, մեր այս բոլոր բաղադրիչների վրա ալյուր ենք ավելացնում, որպեսզի կպչուն զանգված ստանանք, կոտլետները պատրաստելիս, այսպես ասած, չփշրվեն, եւ իհարկե այստեղ ավելացնում ենք հավկիթ, պարտադիր հավկիթ ենք ավելացնում ու համեմունքներից օգտագործելու ենք բազմապիսի համեմունքներ, այն ինչը որ ես եմ նախընտրում, դուք ցանկության դեպքում ձեր փունջը պատրաստեք համեմունքային, այստեղ անպայման, քանի որ ունենք հավի կրծքամիս, ես ավելացնում եմ խմելի սունելի, բավականաչափ այսպես գեղեցիկ համեղ, թող առատ լինի, քրքում ենք անպայման ավելացնում ենք սև եւ կարմիր պղպեղ, կարմիր պղպեղը մի փոքր, այսպես զգուշությամբ կօգտագործեմ, քանի որ կծու է, այո, սև պղպեղ, այստեղ կարելի ավելացնել եւ սխտորի փոշի եւ չաման, ավելացրու Ադրինե ջան, ավելացրու։ Պիտի ավելացրու, եթե դա պահանջում է համեղությունը, միանշանակ։ Այո, եւ մենք քանի որ սիրում ենք համեղ սնվել, ուրեմն չենք խուսափում ոչ մի բանից։ Ոչինչ։ Եվ այստեղ օրեգանո պետք է ավելացնեմ, դուք կարող եք թարմ կանաչիներից օրինակ սամիթ օգտագործել եւ իհարկե այստեղ աղ, անպայման աղ ու ես կսկսեմ արդեն խառնել։ Ինչ Ադրինեն խառնում է, ես ասեմ, այս դադարի ընթացքում ես հասցրեցի թեթև նախաճաշել, իսկ իմ նախաճաշի առաջին հենց բաղադրիչը կազմեց էլոլա ապրանքանիշի ներկայացած մածունը, որը առավոտյան կարծում հաճելի ու թարմ տրամադրություն տվեց, այնպես որ էլոլան հասանելի է բոլորի համար եւ ոչ միայն Հայաստանում, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես Լոս Անջելեսում գտնվող մեր հայրենակիցների համար հարցրեք հայկական բոլոր խանութներում եւ կարծում եմ որ աշխարհի բոլոր խանութներում նաեւ Կայջևանի
Հայաստանի գինու գործանի կողմից առաջարկվող լայն տեսականին պահածոների, կոմպոտների, գինիների եւ իհարկե լավ տրամադրության այս ամենը հասանել է յուրաքանչյուրին, իսկ համեղության մասին էլ չասեմ, հիշեցնում է բնական տան պատրաստած համեղ ուտեստները։ Իսկ խոհանոցում առաջին օգնությունը եւ Ադրինեին եւ յուրաքանչյուրին տալիս է Tramontina բրազիլական բրենդը, որը այսուհետ արդեն Հայաստանում է, հասանելի է եւ Tramontina յուրահատկությունը կայանում է նրանում, որ ունի հատուկ ծածկույթ խոհանոցային պարագաների վրա, որը թույլ չի տալիս, որպեսզի այնտեղ հավաքվեն թունավոր բակտերիաները։ Եվ գործածելու համար էլ բավականին թեթև են եւ հաճելի։ Այո, ամեն բան ճիշտ ներկայացրեցիր, ճիշտ ասացիր, ես էլ ասեմ, որ հիմա պետք է խառնենք այս խճողակը եւ իհարկե տեղափոխենք թավայի մեջ։ Թավայի մեջ լցրեցի մի փոքր բուսայուղ եւ իհարկե հալածյուղ, որը իհարկե մեզ տրամադրում է Էլոլա ապրանքանիշը։ Եվ հիմա կսկսենք այսպես։ Ես այստեղ մեկ հավքիթ եմ ավելացրել, բայց ոնց հասկանում եմ, երկրորդն էլ է պետք։ Ես ապահովության համար այստեղ ունեմ նաև մյուս տարբերակը, այսինքն մյուս հավքիթը եւ այս երկրորդն էլ կավելացնենք ու կմիախառնենք։ Եվ գթալի օգնությամբ սիրելիներս կտեղափոխենք հենց յուղի մեջ։ Այսպես շատ պետք չէ չարչարվել տապակվելու համար, չնայած, եթե ցանկություն ունեք թաթախել պաքսիմատի մեջ կամ թաթախել հավքիթի մեջ, ալյուրի մեջ, հետո նորից պաքսիմատի մեջ, այդ տարբերակներն է կարող եք կիրառել այս պարագայում, բայց ես պարզապես հենց այնպես, առանց որևիցե ավելորդ խառնուրդի, ավելորդ հավելումների կտապակեմ այս կոտլետը։ Այս ամենը մենք արդեն ճաշակելու ենք հաղորդման ավարտից հետո, այնպես որ այդպես մեր դռները միշտ բաց են, կարող եք գալ, եթե իհարկե հասցնեք ինչ-որ բան մնա, որտեղ այդպես բան չի ստացվում, որ ինչ-որ բան մնա, բայց ամեն դեպքում նկատի ունեցեք։ Եթե հեռուստադիտողներս մեզ հյուր գան, մենք անպայման մի բան կմտածենք, այստեղ անպայման որևիցե բան արագ կպատրաստենք եւ միասին կճաշակենք։ Այնպես որ հարց դուք խնդիր չունեք սիրելիներս, մենք ձեզ սպասում ենք։ Այո, եւ հիմա այս գթալի օգնությամբ ես տեղափոխեմ կոտլետները թավայի մեջ, կարելի է այսպես գթալի օգնությամբ նաեւ ձևավորել, ահա, եւ շատ հեշտ, շատ պրակտիկ, շատ հասարակ, թող մի փոքր տձև լինեն, որևիցե խնդիր չկա, շատ պարտադիր չի, այո, կարևորը համեղ ստացվեն, կարևորը օգտակար լինեն մեր օրգանիզմին, մնացածը արդեն այնքան էլ էական չէ կարծում եմ։ Այսպես արագ կտապակենք, կշրջենք, որպեսզի հաջորդ կողմն էլ տապակվի ու ասես մեր օրվա բաղադրատոմսը պատրաստ է։ Բնականաբար կողքին կարելի է խավարդ մատուցել, որից է փլավի տարբերակ, ինչ-որ նմանատիպ մի բան կարելի է կողքին մատուցել անպայման, որպեսզի շատ ավելի հագեցնող դառնա օրվա կերակուրը, այնպես որ դրա մասին էլ կարելի է հոգ տանել, սիրելիներս, օրինակ ինչ ես կարծում կողքին հարմար կլինի։ Մի րոպե ասեմ։ Ես կարծում եմ բրնձով փլավը շատ լավ կլինի։ Դա նկատի ունես։ Ես էլ իջևանի ես պահածոներն էի աչքի տակ։ Դե թթուները, որոնց համար իմ ուշքը գնում է իհարկե։ Անպայման դրանք անշուշտ կլինեն այս կոտլետի կողքին, բայց որպես խավարդ կարելի է որից է հագեցնող եւս մի բան առաջարկել։ Կլինի բրնձով փլավ, կլինի վերմիշել տարբերակը, կլինի սպագետի, դա արդեն ընտրության հարց է, բայց թթուները պարտադիր։ Անպայման։ Դե այս ամենը արդեն պատրաստման փուլում է, ես կարծում եմ փոքրիկ դադար կլինի մեր եթերում, հետո արդեն հաղորդման վերջում կճաշակենք այդ համեղությունը, որը կպատրաստվի, այնպես որ բարդ բաղադրատոմս չէր, հեշտ, արագ եւ հասանելի։ Այո, եթե ցանկություն ունենաք, կարող եք այստեղ հավկիթը եւ այսպես ասած հավի կրծքամիսը բացառեք, պարզապես ալյուրով խաշեք, այո, ալյուրով շաղախեք եւ այդպես տապակեք, որպես պահքի կերակուր, իսկ եթե պահքի մեջ չեք, ապա այս տարբերակը կարծում եմ շատ հարմար է։ Դե ամեն ինչ ասվեց, հիմա փոքր դադար, հետո կվերադառնանք։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա հասցրեցի
պատրաստել մեր այսօրվա սեղանը։ Մեր կոտլետները պատրաստվեցին շատ արագ իմիջիալոց, ճիշտ է, մի փոքր տնական ձևով, այսինքն գթալի օգնությամբ տապակեցինք, այն ստացվեց մի փոքր տձև, բայց շատ էլի գեղեցիկ ու համեղ։ Եվ հասցրեցի այս ընթացքում կաղամբով մի փոքրիկ կծու պղպեղով մարինացված պատրաստել աղցան, որի վրա շաղ տվեցի չորացրած նանա։ Եվ այս հավելումները Իջևանի գինո պահածոների գործարանը առաջարկում է շատ լայն թթվի տեսականի, որը կարող եք ճաշակել ձեր համեղ կերակուրների հետ։ Ես այստեղ ունեմ թթուվարունգ, ունեմ բամյա, արդեն այսինքն ախորժակով սպասում եմ պահին, որ պետք է ճաշակենք, եւ իհարկե այս կետչուպի սոուսի տարբերակը։ Էնպես որ պատրաստեք, վայելեք, շաբաթ կիրակի օրերին ընտանիքի անդամներին գոհացրեք եւ ասեք, որ դուք նրանց շատ եք սիրում եւ սրտանց հոգ եք տանում նրանց մասին։ Ես ձեզ շատ եմ սիրում։ Մշտապես մնացեք մեզ հետ, կհանդիպենք։